Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքային հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրերում։ Այսօր ուսումնասիրել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, նրա կնոջ Նանե Մարտիրոսյանի եւ նրանց հետ բնակվող երկու այլ անձանց Քերոբ Թևոյանի եւ Ռուզան Մարգարյանի հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք Թևոնյանը հայտարարագրել է համատեղ սեփականության բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել մարզպետ նշանակվելուց 1 ամիս անց 2022 թվականի փետրվարի 17-ին, ինչպես նաև համատեղ սեփականության առանձնատուն եւ հողամաս Արարատի մարզի Արալես համայնքում, որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2010 թվականի մայիսի 25-ին եւ 1991 թվականի մարտի 11-ին։ Տարեվերջին մարզպետի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է, որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2019 թվականի արտադրության Toyota Magnishի ավտոմեքենա, որը ձեռք է բերել նույն թվականի հոկտեմբերի 31-ին։ Մեքենան եւս տարեվերջին պահպանվել է։ Արարատի մարզպետի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 569 դրամ, որը տարեվերջին զրոյացել է։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 8.400.000 դրամ, տարեվերջին 13 միլիոն դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 14.093.015 դրամ, որը Արարատի մարզպետի աշխատակազմից եւ Արարատի մարզպետարանից ստացած աշխատավարձն է։ Մարզպետի կինը Նանե Մարտիրոսյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակարանը, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ ամուսնու հետ։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է, շարժական գույք ավտոմեքենա Մարտիրոսյանը չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3.522.351 դրամ, տարեվերջին 3.588.491 դրամ։ Նա ունեցել է նաև 2 միլիոն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ 2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 2.556.898 դրամ, որը Արարատի հիվանդանոց ԲԿ-ից ստացած աշխատավարձն է։ Մարզպետի եղբայրը Քերոբ Թևոյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է միանձնասեփականությամբ հասարակական շինություն, ինչպես նաև երկու հողամաս Արարատի մարզի Արարատ համայնքում, որոնցից առաջինը նա ձեռք է բերել 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, մյուսները 2021 թվականի հունվարի 3-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2017 թվականի արտադրության Hyundai Magnishի ավտոմեքենա, որը գնել է 2020 թվականի մարտի 13-ին։ Տարեվերջին այս մեքենան եւս պահպանվել է։ Քերոբ Թևոնյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 72.556 դրամ, տարեվերջին 1.381 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 20 միլիոն դրամ, տարեվերջին 25 միլիոն դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 40 միլիոն դրամ, սակայն գումարի ստացման ճանապարհը հայտարարագրում նշված չէ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19 միլիոն դրամ։ Վերջինս իր եկամուտներից 28 միլիոն դրամը հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։ Բացի այդ, նա 2 միլիոն դրամը գերազանցող 13.548 դոլար արժեքով թանկարժեք գնում է կատարել, չներկայացնելով սակայն թե ինչ է գնել։ Ռուզան Մարգարյանը, ով հավանաբար Քերոբ Թևոնյանի կինն է, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականության առանձնատուն Արարատի մարզի Վեդի համայնքում, որը ձեռք է բերել 2010 թվականի մայիսի 25-ին, ինչպես նաև երկու հողամաս, մեկը միանձնյա, մյուսը համատեղ սեփականությամբ, որոնք ձեռք է բերել 2003 թվականի մարտի 12-ին եւ 1991 թվականի մարտի 11-ին։ Առանձնատանը եւ հողամասերից մեկին տիրապետում է նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա Մարտիրոսյանը չի հայտարարագրել։ Վերջինիս բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 2.500.000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 2 միլիոն դրամ։ Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 1.041.000 դրամ, որը Արփի գինու գործարանից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 400.000 դրամ։